Սահմանադրության նախագծի նոր սահմանադրության նախաբանը, պրեամբուլան, ավելի ճիշտ է ասել։ Եվ երկու բառով ասեմ նորմալ մարդկանց, որ պրեամբուլան դա ամբողջ սահմանադրության հակիրճ համառոտ ֆորմուլան է։ Այն, ինչ նշված է պրեամբուլայում, հետո իր արտացոլումն է գտնում ամբողջ սահմանադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանի առարկությունը, որ 90 թվականի անկախության հռչակագիրը մեր սահմանադրության որևիցե մի հոդվածում չկա, որևիցե մի հոդվածում դա արտացոլված չէ, այդ հղումը անկախության հռչակագրին, հարգելիներս, տենց բան չի կարա լինի։ Ուրեմն ավելի վատ այն ստեղծագործողների, գրողների, մասնագետների, պրոֆեսիոնալների համար, ավելի վատ նրանց համար, որ պրեամբուլայում մի բան գրել են, որը չկա հետագա հոդվածներում, հետագա նյութի մեջ, հետագա տեքստում։ Շատ ավելի, ուրեմն նրանք պրեամբուլան չեն հասկացել ինչա։ Կամ նրանք չեն հասկացել ինչ պետք է հետևի պրեամբուլային։ Պրեամբուլան ամբողջ սահմանադրության, իսկ սահմանադրությունը ըստ ինձ դա հասարակարգն է, որով ապրում է տվյալ երկիրը։ Այսինքն չես կարա պրեամբուլայում խոսես դրա մասին դեկորացիայի, սիրունության համար, դա անպայման արտացոլվում է ողջ սահմանադրության մեջ։ Այնուհետ գրվող բոլոր հոդվածներում դրա շունչը, դրա հոգին, այդ տրամադրությունը, այդ սկզբունքը, այդ արժեքայինը անպայման դա արտացոլվում է։ Եվ այսպես, մենք անվանադիր Հայկ Աղեղնավորից սերող կյանքի և մշակույթի ժառանգներս ընդունում ենք Արարչի կողմից մեզ տրված առաքելությունը լինել և շարունակվել, ճանաչելով մարդու ազատությունը, կյանքի, սեփականության, հայրենիքի և յուրահատուկ լինելու իրավունքը, անձնական և ընտանեկան երջանկության հետապնդումը, որպես բացարձակ արժեքներ և դրանց իրագործումը որպես արդյունք մարդկային ներդաշնակ համակեցության, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մարդիկ համախմբվում և համակարգվում են յուրաքանչյուրի կարիքները հոգալու, բնական իրավունքներն ապահովելու և ազատությունը երաշխավորելու համար։ Եվ ահա, արդարադատության, ներքին հանրային անդորրի, արտաքին ոտնձգություններից միասնական պաշտպանության, համընդհանուր բարեկեցության տեսլականով, ի սեր հայրենականի, մեզ ու մեր սերունդների համար հաստատում ենք Հայաստանի Հանրապետության այս սահմանադրությունը։ Այստեղ խոսք է գնում հայոց ժողովրդի անկախության հռչակագրի մասին, որն է Հայկ Աղեղնավորի առասպելը, առասպելաբանությունը։ Հայկ Աղեղնավորի պատմությունը, մոդելը, բանաձևը, ինչպես կուզեք ընդունեք։ Կարող եք դա դիտարկել որպես միֆական, կարող եք դիտարկել որպես ինչ-որ պատմական հենքի վրա ձևավորված, միևնույն է, ֆորմուլան, որը հայոց անկախության հռչակագիրն է, ըստ մեզ, ըստ այս գաղափարը կիսողների, հայոց անկախության հռչակագիրն է, դառնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրության հիմքը։ Օրինակը վերցնում ենք, ինչից ենք վերցնում ենք Հայկ Աղեղնավորի ֆորմուլայից, որն է ընդդեմ բռնակալության, ընդդեմ բռնատիրության, դուրս գալ, գնալ և կերտել սեփական երկիրը,
սեփական հայրենիքը, սեփական կարգը ապրելու, սեփական որոշումներով, սեփական ճակատագիրը գրելու։ Ամերիկացիները 250 տարի առաջ ունեցել են հիմնադիր հայրեր, մինչև հիմա իրանց անունով երդվում են։ Մենք, չգիտեմ քանի հազար տարի առաջ, ունեցել ենք մի ֆորմուլա, որտեղ ասում է հայ ժողովուրդը այսպես է ծագել։ Այս մարդու, այսինչ սխրանքից, այսինչ քաջագործությունից հետո, էլի եմ ասում, դուք կարող եք դա դիտարկել որպես առասպել, կարող եք դիտարկել որպես պատմական հենքի վրա, որը կշակի շարադրանք, բայց ֆորմուլան այդպես է ձևակերպած։ Երկիրը կոչվեց հայք, ժողովուրդը կոչվեց հայ, երկիրը կոչվեց հայք, Հայաստան։ Այդ մարդու անունով։ Եվ սա շատ ավելի բարձր անկախության հռչակագիր է, քան ցանկացած անկախության հռչակագիր, որ եղել կամ կարար լինել սրանից հետո։ Եվ սրա դեմ որևիցե մեկը չի կարող մեզ պրետենզիա ներկայացնի, թե ինչ որ գիտես, ինչ միջազգային ես, ինչ օրենքի ես, ինչ կետարի ես, ինչ հոդվածի ես, ինչ կետով դու խախտում ես։ Ոչ ոք սրա դեմ չի կարող։ Թեև սա շատ ավելի բարձր է, քան ցանկացած հռչակագիր, որ գրվել է դրանից հետո։ Ուրեմն այս ֆորմուլան որպես օրինակ վերցնում ենք եւ դնում մեր պրեամբուլայի հիմքում։ Սա անկախության հռչակագրի հարց է։ Հիմա մենք, ովքեր բոլոր երկրների սահմանադրություններից պրեամբուլայում գրված է, որ ովքեր են այդ հարցը համաձայնվում, այդտեղ կարգավորվում, այդ կարգավորումներն ընդունում, ովքեր, մենք, ովքեր։ Ես մի հետաքրքիր բան եմ ուզում ասել, մինչև մենք ովքեր այդ հարցին պատասխանելը, ասեմ, այս զրույցը երկար է տևելու, դրա համար եթե մի տող հասցնեմ այսօր ներկայացնեմ, դա ահագին մեծ գործ արած կլինենք։ Ուրեմն տեսեք, ընդունված է քաղաքագիտության մեջ, որ պետությունը դա այսպես կոչված հանրային պայմանագիր է, ինչը Նիկոլենք քաղաքացիական պայմանագիր, ուրեմն խոսքով արտահայտությամբ ներկայացնում են, իբրև պետությունը կամ մասնավորապես սահմանադրությունը դա մի հանրային պայմանագիր է, որի շուրջ հանրությունը գալիս է համաձայնության եւ որոշում է, որ այսուհետեւ այսպես ենք ապրելու։ Քվեարկում են մարդիկ, լեգիտիմացնում են այդ պայմանագիրը, այդ կարգը եւ այնուհետ սկսում են այդպես ապրել։ Տենց ընդունված է։ Ես հիմա կասեմ ինչու՞ է սրա թերությունը կամ սխալը։ Թեև լուրջ քաղաքագետ մարդիկ կասեն ինչ ես խոսում, այ մարդ, ոնց կարաս դու այդ դրան սխալ հանես։ Հեսա կանեմ կտենակ։ Եվ Նիկոլ Փաշինյանն էլ այդպես ասում, այս մեր սահմանադրությունը, որ հիմա կա, սա ասում է իրոք նորմալ ընտրություններով չի ընտրվել։ Կամ ընտրակերտիկներով են, կամ չգիտեմ, բավականաչափ մասնակցություն չի ունեցել, բայց ընդ գրել են, որ ամեն ինչ նորմալ է, հաստատել են, որ իբր թե հանրակրթեն տեղի ունեցավ եւ ժողովուրդը ընդունեց, այնպես որ ասում է, այդքան էլ վավերական չի։ Թեև ինքը այդ սահմանադրությամբ այս 7 տարի է իշխում է Հայաստանում։ Ոչ բարով։ Թեև կաշխատեմ կոռեկտ լինել, որովհետեւ ասում եմ, ես հիմա սա ավելի շատ ընդհանուր եզրեր գտնելու համաձայնության գալու ակցիա է իմ կողմից, այս մեծ հարցի շուրջ, որը պահանջում է բարձրագույն լեգիտիմություն, ժողովուրդ ջան։ Հետո չէ, ընթացքում հեսա կասեմ ինչու։ Ինչով է այս փաստաթղթի լեգիտիմությունը կարևոր մնացած բոլոր ընտրություններից։ Ուրեմն ասում եմ, քանի որ ժողովուրդը չի քվեարկել նորմալ, եկեք մի անգամ նորմալ շնորհքով հավաքվենք, մի սահմանադրություն որոշենք, որպես հանրային պայմանագիր։
Եվ դրանից հետո վերջ, արդեն կասենք, տեսեք, էսի օրինական քվեարկել ենք, օրինական որոշել ենք, քանի որ որոշել ենք, բոլորս համաձայնվել ենք այս փաստաթղթի շուրջ, հիմա պետքա պահենք։ Բայց հիմա հարց։ Ենթադրենք, բարով խերով մի այդպիսի հանրակրվե արեցինք, մի այդպիսի սահմանադրություն ընդունեցինք եւ ասում ենք, տեսեք ժողովուրդ, մենք համաձայնվել ենք, չէ՞։ Մեծամասնությունը քվեարկել է, ենթադրենք համաձայնվել ենք, վերջ։ Այլևս խաղի այս կանոններով ենք հարաբերվում։ Բայց հարց 40 տարի հետո, ասենք անցնում է 40 կամ, չգիտեմ, 60 տարի, ու այդ ընտրությանը, այդ մասնակցածներ, քվեարկության այդ հանրակրվեին մասնակցած ժողովրդից ծանրակշիռ մեծամասնությունը էլ ողջ չի։ Չկա։ Ապրում են մարդիկ Հայաստանում, մեր սերունդները, ովքեր այդ հանրակրվեին չեն մասնակցել, որովհետև կամ անչափահաս են եղել, քվեարկելու իրավունք չեն ունեցել, կամ էլ ընդհանրապես ծնված չեն եղել։ Հիմա ինչ։ Այլևս այդ մարդկանց համար այդ հանրակրվեն վավերական չի, դա այլևս ապօրինի է, անիրավ փաստաթուղթ է, թե այնուամենայնիվ սրանից 60, 70, 80 տարի հետո էլ այսօրվա մեր հանրակրվեն լինելու է լեգիտիմության հիմք այդ փաստաթղթին։ Հա? Եթե հանրային պայմանագիրը, պետությունը եթե հանրային պայմանագիր է, կամ քաղաքացիական պայմանագիր է, եթե սահմանադրությունը դա հանրային պայմանագրի ինչ-որ դրսևորում է, ապա ինչ։ Նրանք, ովքեր այդ օրը հավաքվեցին եւ որոշեցին, 60 տարի հետո վերջ, նրանց որոշած այլևս լեգիտիմ չի։ Չէ՞ որ 60 տարի հետո գրեթե ոչ ոք այսօրվա ապրողներից, քվեարկողներից ավելի ճիշտ, գրեթե ոչ ոք ողջ չի լինելու։ Այսօր հանրակրվեին մասնակիցների սերունդները լինելու են, բայց նրանք չէ որ չեն քվեարկել։ Միացյալ Նահանգների 250 տարվա սահմանադրությունը լեգիտիմ չի, վավերական չի, չէ որ բոլոր նրանք լրացումները չհաշված, վերջի լրացումները մարդիկ կան, որոնք մինչև հիմա ողջ են, հա, այդ վերջի լրացումների հանրակրվեին մասնակցած, հանրակրվե չէ այնտեղ։ Մի խոսքով այդ ընտրությանը մասնակցած։ Այնտեղ նահանգներն են ճանաչում։ Մի խոսքով այդ մարդիկ չկան, բայց 200-250 տարի, 150 տարի այդ սահմանադրությունը գործում է, ու այն մարդիկ, ովքեր այդ սահմանադրությունը որոշել են, չկան, ովքեր քվեարկել են, որոշել են, որ դա պետք է ընդունեն, չկան։ Հիմա եկեք հարց, փաստորեն դա այդքան էլ հանրային պայմանագիր չի։ Փաստորեն պետությունն էլ այդքան էլ հանրային պայմանագիր չի։ Եթե դա հանրային պայմանագիր է, ինչ հիմքով են գալիք սերունդները հետևում այսօր մեր կայացրած որոշմանը։ Ինչ հիմքով, իրավաբաններ ջան։ Եթե պետությունը հանրային պայմանագիր այս սահմանադրություն դրա մասնավոր օրինակ, եւ եթե Նիկոլ Փաշինյան եւ նրա գիտնականներ, եթե իհարկե կան այդպիսիք այդ սահմանադրությունը կազմողների ցանկում, եթե դա հանրային պայմանագիր է, հանրությունը փոխվեց, սերնդափոխվեց, վերջ, ուրեմն պետությունը նախ եւ առաջ ժառանգություն է, սահմանադրությունը նույնպես ժառանգություն է, գալիք սերունդները հետևում են իրենց նախնիների կայացրած որոշմանը ժառանգության հիմքով, ոչ թե հանրային համաձայնության հիմքով։ Նրանք ոչ թե ամեն սերունդ գալի եւ իր հերթին հանրակրվե անում ասում է այո, ամեն սերունդ գալիս եւ ժառանգում է իր հայրերից ստացած պետականությունը, հանրապետությունը, պետությունը, սահմանադրությունը, որոշակի փոփոխություններ, բարեփոխումներ, լրացումներ կարող է անի, կարող է չանի, ու ելի շարունակում է ժառանգած իր կարգը,
որը ոչ միայն իրավակարգ է, իդեպ այսօր լսում եք Շանթի հետ զրույցում 24 նյուզի խոսում էին որպես իրավակարգ, ու հենց սահմանադրության մասին չէին ասում, բայց որպես իրավակարգ է։ Ոչ միայն իրավակարգ է, սա հասարակարգ է, արձանագրում սահմանադրությունը, որովհետև սահմանադրություն դա ոչ միայն իրավական փաստաթուղթ է, ոչ միայն իրավական ինստիտուտ է, դա պետական ինստիտուտ է, դա քաղաքական ինստիտուտ է եւ իրավական ինստիտուտ է։ Նա կարգավորում է, արձանագրում է, ձևակերպում է, սահմանում է հանրային կյանքի ամբողջ ներկապնակը եւ մասնավորապես ու հատկապես պետական իշխանության սահմաններն է ցույց տալիս ու առհասարակ իշխանության, ոչ միայն պետական, եւ իշխանության սահմաններն է ցույց տալիս։ Սահմանադրությունը դա պետական սահմանների նկատի ունեմ, այնտեղ որտեղ սահմանապահը կամ զինվորն է, դիրքապահն է կանգնում, դրա մասին չի սահմանադրությունը։ Սահմանադրությունը երկրում իշխանության սահմաններն է ցույց տալիս, թե ինչ է կարելի, ինչ չի կարելի ոչ մի դեպքում։ Հետո խոսանք դրա մասին, մենք առիթ կունենանք երկար շփվելու այս թեմայով, բայց սկիզբը պետությունը դա ինստիտուտ է։ Ինչ է նշանակում ինստիտուտ։ Այստեղ գրում եմ, որտեղ մարդիկ համախմբվել եւ համակարգվել են։ Համախմբվածը դա ամբողջ է։ Համախմբված մարդիկ դա ամբողջ է։ Համակարգված մարդիկ դա արդեն կոնկրետ կառուցվածք է։ Դա արդեն կոնկրետ աշխատանք է, արդյունք է, լիազորությունների, պատասխանատվությունների բաշխում է, հստակեցում է։ Դա արդեն կարգ ու կանոն է։ Դա հախուռն չի, դա այսպես ինքնաբուխ չի, իմպուլսիվ չի, ինչպես ամբողջը, ինչպես համախմբումը, այսպես ասած։ Մեր ժողովուրդի դեպ հաճախ համախմբվել է պետք, համախմբվել, պետք չի համախմբվել, համակարգվել է պետք։ Համակարգվել։ Ավելին կարող է առանց համախմբվելու մի փոճուր խումբ համակարգվի, հետո ավելանան առանձին ու այսպես դառնա մի հսկայական համակարգ։ Կարան համախմբվեն ու տեղում որևիցե համակարգի վերածվեն։ Մի խոսքով մարդկային հարաբերությունները առհասարակ համակարգումով է իրականանում։ Եվ այն համակարգերը որոշակի արժեքների, որոշակի կարգ ու կանոնի վրա հիմնված։ Այն համակարգերը, որոնք ժամանակի մեջ ցույց են տալիս իրենց արդյունավետությունը, այսինքն բռնում են ժամանակի քննությունը, նրանք դառնում են ինստիտուտներ։ Ինստիտուտները դրանք այն համակարգերն են, որոնք բռնել են ժամանակի քննությունը։ Իսկ ինչպես է իմանում, որ համակարգը դառել է ինստիտուտ։ Կադրերին փոխում ես, համակարգը չի փլուզվում։ Սերնդափոխվում են կադրերը, համակարգը աշխատում է ժամացույցի պես, չի փլուզվում։ Ընտանիք ինստիտուտը հարյուրավոր եւ հազարավոր տարիներ փոխվում են։ Սիրեցյալները, ամուսինները, տատիկ-պապիկները, թորնիկները, զավակները մեծանում այսպես սերնդափոխությունով գնում է, համակարգը շարունակում է գործել, դա ինստիտուտ է։ Շուկան ազատ մրցակցային կամ ոչ այնքան։ Ազատ մրցակցային դա համակարգ է։ Խաղացողները գալիս են, գնում են, մի մասը դառնում է գործազուրկ, մի տարի հետո նորից դառնում է աշխատող, ուրիշ գործազուրկներ են գնում աշխատաշուկա։ Նոր ապրանքներ են գալիս, նոր տեխնոլոգիաներ են գալիս, գներ են փոխվում եւ այլ, կրիզիսներ են լինում։ Շուկան շարունակում է մնալ շուկա, ինստիտուտ է։ Կրթությունը, հասարակական ինստիտուտ, դատարանները, ընտրությունը, քվեարկությունը, սրանք համակարգեր են, որոնք դարձել են ինստիտուտ։ Հիմա պետությունը դա ինստիտուտ է, այընկեր։ Իսկ ինստիտուտը դա բացառապես սերնդափոխությամբ եւ ժառանգության հիմքով է
գոյատևում, շարունակվում, հարատևում, ավելի ճիշտ է ասել, ոչ թե գոյատևում։ Ինստիտուտը ժառանգության հիմքով է հարատևում, իրական Հայաստանի ջատագով։ Մարդիկ, ովքեր ինստիտուցիոնալ այդ համակարգերը չեն հասկանում, չեն պատկերացնում, սիրուն բառը ասում են։ Ասում է, բանա, ազգային ժողովում ասում է, բանի ինստիտուտը, հայտարարագրման ինստիտուտը։ Դուք հայտարարագրման ինստիտուտ չեք դնում, դուք համակարգ եք դնում հայտարարագրման։ Այ որ այդ համակարգը այնքան լավը կլինի, այնքան արդյունավետ կլինի, որ տարիների մեջ, ժամանակի մեջ ցույց կտա իր կենսունակությունը որպես կարգավորիչ, որոշակի հարցերի, խնդիրների կարգավորիչ։ Կասենք ինստիտուտ։ Բայց հիմա չես կարող ասել հայտարարագրման ինստիտուտ ենք մենք հիմնում, դուք գալատ եք անում։ Դուք հայտարարագրման համակարգ եք դնում։ Մեր լավագույն սահմանադրությունը եղել է առաջին սահմանադրություն Նազարյանի գրած, Արման Գրիգորյան։ Հարգելի Արման, պետք է խոսենք, պետք է քննարկենք։ Միգուցե ձեզ համար դա լավագույնն է, որ ել ավելի ու շատ ավելի լավը դեռ չեք տեսել։ Ես հիմա բերեցի պրեամբուլա, բերեք այդ սահմանադրության պրեամբուլան եւ տեսնենք սրա մոտ ինչ արժի այդ լավագույն սահմանադրության պրեամբուլը։ Եվ այսպես ժողովուրդ ջան, քանի որ ժառանգության հիմքով է պետությունը պետություն, երկիրը երկիր, ազգը ազգ, որպես ինստիտուտներ, ապա պարտադիր է, որ սա դու պատկերացնես, հասկանաս, եւ մենք ովքեր մենք ինչի հիման վրա ենք այս ամենը անում, Հայաստանի հիման վրա, մեզ պատկանող Հայաստանի հիման վրա, այդ Հայաստան ինչի է Հայաստան, ոչ թե Հայա-Ազերստան, ինչի է Հայաստան, ինչի այդ Հայաստանը ենթադրենք, չգիտեմ, Սիրիա չի, ինչի այդ Հայաստանը, չգիտեմ, Արարատյան բան չի ասենք, դաշտով սահմանափակված Արարատյան երկիր չի, կամ չվիճ Սևանի հանրապետություն չի, ինչպես են զորավարժության ժամանակ 20 թվականի պատերազմից առաջ ռուսների հետ հապկի թե չգիտեմ ում հետ զորավարժություններ էին անցել եւ Հայաստանը ծածկանունը Սևանի հանրապետություն էր ուշադիր։ Այդ Ուչենյանների զորավարժության ժամանակ մասշտաբային զորավարժություններ էր 20 թվականից առաջ օգոստոսին թե սեպտեմբերին չգիտեմ Միքայել Մինասյանն էլ դա փաստաթուղթ էր հրապարակել Հայաստանի պայմանական անունը Սևանի հանրապետություն էր ահա ինչի Սևանի հանրապետություն չի Հայաստանի հանրապետություն է ինչ հիմքով որտեղից է դա գալիս որ գրավոր աղբյուրները ուսումնասիրելով գնում ենք հասնում ենք Հայգի առասպելին նրանից առաջ էլ բանահյուսությամբ է դա եկել հասնում ենք Հայգի եւ Բելի առասպելին բռնակալության բռնատիրության դեմ նախահոր ապստամբությանը ապստամբությունը չէ ընդվզմանը սեփական երկիրը կերտելու ակտին ակցիային Եվ երբ որ բռնակալը նրան փորձում է խանգարել, նա ուղղակի զինված պատասխան է տալիս եւ պաշտպանում է իր ազատությունը եւ իր իրավունքները։ Պարզ ֆորմուլա։ Մեկը չի կարող ասի, որ էսի հետամնաց բան է։ Մեկը չի կարող ասի, որ էսի ակտուալ չի մեր օրերում։ Ավելին ասեմ։ Այս ամեն ինչի մասին մարդկությունը, մարդկության ինտելեկտուալ շերտը սկսել է խոսել վերջի 200-300-400 տարիների ընթացքում։ Լուրջ սրա մասին սկսել են խոսել։ Այնինչ հազարամյակներով քո գրադարանում ազգ իմ, քո գրադարանում, քո գանձարանում ավանդույթների, պատմությունների, բանաձևերի քո գանձարանում սա դրված է։
Պարզապես բոլոր ժամանակներում սրա մասին հիշատումը կայում են, բայց շեշտադրում չեն անում։ Ինչու՞, որտեղ այնտեղ գրած է, որ զինված անհատը Հայկ Աղեղնավոր, զինված անհատը իր ազատության եւ իրավունքների համար, հասկանում եք։ Իսկ մեզ պետք է ասել, որ զենքը քխ է, ազատությունը ոտնահարել են, դիմի պետության կողմից է ոտնահարվել, յոլա գնա, արտագաղթի, հանգարց զենք չբարձրացնես քո ազատությունը սահմանափակող, ոտնահարող, քո իրավունքները ապականող ուժերի դեմ, հանգարց չհամարձակվես։ Դեմիլիտարիզացիա, դենացիֆիկացիա։ Բայց ես ազգը պնդաճակատ է, էլի։ Չի ստացվում։ Հիմա պետք է դա արձանագրենք, որ չի ստացվում։ Ուրեմն ինչը չի ստացվում, ինչ ենք ասում, աշխատում է։ Եթե աշխատում է, սերունդներ են փոխվում, բայց դիմագիծը, բանաձևը, ֆորմուլան մնում է նույնը, դա ինստիտուտ է, ձեր ցավը տանեմ։ Այս տանջված, տառապած ազգը ազատակամության, իր ազատության ու իրավունքների համար դիմադրելու ինստիտուտ է ձևավորել։ Մեկ հաջողել է, մեկ ավելի հաճախ չի հաջողել, գենոցիդ է վերապրել, Արցախ է կորցրել, բայց այս ազգը գիտի ֆորմուլան, եւ եթե պահես ֆորմուլան, պետությունը 100-ամյակների ծրագիր է, պետությունը 100-ամյակների ծրագիր է, կարևորը դու ապրեցնող ֆորմուլան ընդունես որպես ժառանգություն, պահես, պաշտպանես, օգտագործես, զարգացնես եւ փոխանցես քեզանից հետո եկողներին։ Ահա թե ինչու մենք ովքեր անվանադիր, այսինքն Հայաստան այս երկրի անունը, եթե լիներ Սևան, այս տողերը չէի գրի։ Հայաստանը, ու այդ Հայաստանը սիրուն բառ չի ուղղակի, դրա հիմքում պատմություն կա, բանաձև կա, դրա հիմքերում, որ պեղես, հա գնալու տեղ կա, ընդ բանաձև կա, մենք անվանադիր Հայկ Աղեղնավորից, զինված անհատից, զինված նախահորից, պրիտոմ տեխնոլոգիապես զինված, Հայկ Աղեղնավորից սերող կյանքի եւ մշակույթի ժառանգներս։ Տեսեք, ոչ թե Հայկ Աղեղնավորի սերունդները, այլ Հայկ Աղեղնավորից սերող, առաջացող, սերուցքը, նրանից հետո եկող, կյանքի եւ մշակույթի այսրա ժառանգներս։ Դա կարան լինեն էթնիկ հայերը, առաքելական եկեղեցու հետևորդները, այդ ժառանգությունը կարան ընդունեն համշենահայերը, կաթոլիկ եկեղեցու հետևորդները, գյումրեցիները, ղարաբաղցիները, վեդեցիները, ախալքալակցիները, ասորիները, մալականները, եզդիները, դա ժառանգություն է։ Ոնց որ դու ձեր տանը նստած ասում են, գիտես ինչ կա, մի լորդ Անգլիայում, քեզ, չգիտեմ, մի քանի միլիոն ֆունտ ստերլինգ ժառանգություն է թողել։ Դու կարաս գնաս վերցնես, կարաս չվերցնես, քո գործն է։ Հիմա այս երկրին սերնդե սերունդ ժառանգություն է եկել Հայկ Աղեղնավորից, որի անունը դրած է այս երկրի վրա։ Եվ ով ենք մենք, բոլոր նրանք, ովքեր կընդունեն այդ ժառանգությունը։ Արդեն ասացի, սա հանրային պայմանագիր չի, սա մի սերնդի մակարդակում իրականացվող նախագիծ չի, սա ժառանգություն է, որը դեռ պիտի ժառանգես քեզանից հետո եկողներին։ Եվ բոլոր նրանք, ովքեր կգնան ու այս երկրի անվանադիր հոր, այդ հորից սերող կյանքի եւ մշակույթի ժառանգությունը կընդունեն,
նրանք այս երկրի տերերն են, ժառանգության հիմքով։ Ահա թե ինչու մենք, ահա թե ով ենք մենք։ Սա մեր պատկերացումներն է։ Այստեղ մեծ քննարկելիք ասելիք կա։ Միգուցե մեծ բանավեճեր կան։ Միգուցե շատերին սա թվա ավելորդ պաթետիկ։ Միգուցե այստեղ թվա, որ գիտեք ինչ կա, շատ իրացիոնալ ձևակերպումներ են։ Ավելի ռացիոնալ հնարավոր չէր։ Սակայն այդ ռացիոնալը, այո, իրացիոնալի հետ դաշն կնքած ենք ներկայացնում։ Ինչու՞։ Որովհետև եթե պետության երկրի հայրենիքի հիմքում չի լինելու իրացիոնալ բաղադրիչը որպես մոտիվատոր, որպես մոտիվացիա, ապա ինչ է մնում ռացիոնալ դաշտում։ Եկեք խիստ ռացիոնալ դատենք։ Օրինակ ինչի է Հայաստանում պետական լեզուն հայերենը։ Մի հատ հայերեն ես սովորում, հետո հետևից մի հատ ռուսերեն ես սովորում կամ անգլերեն ես սովորում, որ կարողանաս գիտության հետ առնչվես, չգիտեմ, բիզնես անես, գնաս աշխարհի հետ հարաբերություններ ունենաս, ման գաս, մի խոսքով։ Եթե առհասարակ անգլերենը ամենա այս պահին աշխարհում ամենաաշխատող լեզուն է, օրինակ ինչի է հայերենը, փոխենք ռացիոնալ եմ ասում, զուտ ռացիոնալ, իրացիոնալը թողնում եմ, զուտ ռացիոնալ, պրագմատիկ, փոխենք անգլերենը սարքենք, մի հատ լեզու սովորենք, սաղ աշխարհի հետ կշփվենք, գործերս առաջ կմնի։ Կամ առհասարակ այ մարդուն չի ենք մնացել ստեղ ապրում։ Աշխարհում լուսավոր, ապահով, ամեն տարի պատերազմի հարձակման վտանգ, ու այդպես 30 տարի շարունակ։ Արդեն 35 տարի շարունակ։ Ինչ ենք մնացել այս երկրում։ Ձևը չգիտենք, տեղը չգիտենք, ձեռներիցս չի գալիս։ Բախի ենք մնացել։ Քիչ ենք գնացել մեր կյանքը, մեր անցավ գլուխը, ինչի ենք դրել ստեղ ցավի տակ։ Գնանք խախանդ ապրենք։ Սա ռացիոնալ հարցադրում է, որտեղ իրացիոնալ մոտիվատորները տալիս են պատասխան։ Արթուր Ալեքսանյանը այս օրինակը բերել եմ, շատ եմ բերել ու ելի եմ բերելու։ Աշխարհի, չգիտեմ, Եվրոպայի օլիմպիական չեմպիոններ ինչի է Հայաստանի դրոշի տակ կպնում։ Ինչի Ամերիկայի դրոշի տակ չի կպնում։ Լավ, առաջի անգամը դարավ չեմպիոն։ Ասում է հայրենիքի, մեսիքո պարտքը տվեցի ես չեմպիոնությունը, ես գնում եմ ամերիկական դրոշի տակ կպնեմ, 10 անգամ ավելի շատ փող կաշխատեմ։ Ռացիոնալ է, չէ՞ դա։ Ռացիոնալ է, այդալ 10 անգամ ավելի շատ փող աշխատել։ Բայց նա չի գնում, չէ՞։ Նա շարունակում է Հայաստանի եռագույնը բարձրացնել, չէ՞։ Այսպես անվերջ օրինակներ կարամ բերեմ, հասցնեմ բանակ, մարտադաշտ, անձնազոհություն եւ այլն։ Այսինքն զուտ ռացիոնալ հիմքերով դա պարտադիր է, չպիտի կտրվես իրականությունից։ Զուտ ռացիոնալ հիմքերով բավարար չի սահմանելու համար մեր տարածաշրջանում, մեր երկրում մնալու, մաքարելու, կառուցելու, ստեղծելու եւ այդ ամենը սերունդներին ժառանգելու իմաստ չի լինում։ Այդ իմաստը իրացիոնալ դաշտում է։ Հետևաբար իրացիոնալ դաշտից է սկսում ենք մեր սահմանումները։ Ռացիոնալի հետ դաշն կնքած։ Խաչիկ ջան, այդ բառը շատ է դուրս եկել։ Հիմա եւ կյանքի եւ մշակույթի ժառանգներս, որովհետեւ ասել եմ, մենք պիտի ունենանք կյանքի պաշտպանունք, մենք մահի պաշտպանունք ունենք, մեռելոցներ ունենք, ու էլի այդ չեմ ուզում այդ թեմայի շուրջ շատ ծավալվեմ, մի ամբողջ լայվ ունեմ այս թեմայով։ Մենք կյանքի պաշտպանունքի պիտի անցնենք։ Եվ մենք ժառանգում ենք առաջին հերթին հայ աղեղնավորից սերած կյանքը, եւ մշակույթը, որը վերաբերում է ոչ միայն արվեստին, ստեղծագործություններին կամ ժամանցին կամ չգիտեմ երկու բարին, առհասարակ ամեն բան, այդ հասարակ կարգ, որ ասում եմ, կարամ դրա փոխարեն ասեմ մշակույթ, ապրելու մշակույթ։ Այսինքն հայ աղեղնավորից հետո
Հայկ աղեղնավորից սկսած գալիս է մի կյանք եւ մշակույթ, որ այսպես հասունանալով, փոփոխվելով, զարգանալով, անկումներ ապրելով, թռիչքներ, բարձունքներ ունենալով, այսպես գալի հասնում է։ Այդ ընթացքում պետականություն ենք ունենում, կորցնում ենք, ինքնություն ենք ունենում, կորցնում ենք, կոտորվում ենք, շատանում ենք, քչանում ենք, վերջը։ Դա գալիս է։ Դա անբաժանելիորեն գալի հասնում է մեր օրեր։ Մենք դրա ժառանգորդն ենք։ Եվ բոլոր նրանք, ովքեր դրա ժառանգորդն են, հայ աստան երկրի տերերն են։ Ժառանգության հիմքով։ Ես խոսում եմ քաղաքական ազգի մասին, որը այս պահին ըստ ինձ չկա։ Հայ քաղաքական ազգ չկա։ Կա հայ էթնոս։ Կրոնական։ Եկեղեցին ինչ ասում, ով հայ առաքելական չի, հայ չի։ Դե որովհետև տենց է եկել։ Բայց հայ քաղաքական ազգը պարտադիր չի լինի կրոնական եւ պարտադիր չի լինի քրիստոնյա։ Ավելին, պարտադիր չի, որ նա էթնիկ հայ լինի։ Հեչ պարտադիր չի։ Ուզում եք սրան ասեք հայաստանցի, հարց չկա։ Ես չեմ այդ անունը դնողը, դուք որոշեք։ Ինչ ուզում եք ասեք, բայց հայ քաղաքական ազգ չկա, հայաստանցի կա, լիք հայաստանցի կա, 3 միլիոն հայաստանցի կա, հայ քաղաքական ազգ չկա։ Ուզում ենք այդ հայ քաղաքական ազգը ձևակերպենք, կհասնենք դա որն է, դա մեծ թեմա է։ Ու դա այն ազգն է, որ զբաղվում է իր քաղաքականությամբ, կարճ։ Այն ժողովուրդը, որ համախմբվել է իր քաղաքական կյանքը կազմակերպելու, իր սուվերենությունը ապահովելու, նա քաղաքական ազգ է։ Չեմ ուզում այստեղ հիշեմ, դուք կարող եք հիշեք Նիկոլին էլի ազգ ժողովուրդ բան, բայց դա ուրիշ խոսակցություն։ Այդ իրավական ձևակերպումների եւ քաղաքագիտական ձևակերպումների հակասությունն է, որը Նիկոլ Փաշինյանը ազգ ժողովուրդ այդ սահմանումներում չի հստակեցնում, այդտեղից սկսում է խճճվելու process-ը։ Բայց եթե իրավական եւ քաղաքական ձևակերպումները առանձնացնենք, ապա այն ինչի իրավականի մեջ լավ է չխորանամ, չշեղվեմ։ Մի խոսքով այդ քաղաքական ազգը պետքա ձևավորենք։ Ու անկախ ըստ ինձ, սա իմ կարծիքն է, անկախ նրանից, թե տվյալ անձը ինչպիսի դավանանք ունի, ինչպիսի հավատամք ունի, եթե նա ընդունում է, որ հայ աստանը կամ հայքը, ինչ ուզում եք ասեք, եթե ընդունում է, որ դա ժառանգություն է, որ ինքը ընդունել է իրանից առաջ այստեղ ապրող ու ստեղծագործող մարդկանցից, որոնք էլ իրանցից առաջ ուսես գնում հասնում է այն աղեղնավորներին, աղեղնավորների սերնդին, եթե դա այդպես է կարծում, այդպես է ընդունում, խնդրեմ։ Եթե այդպես չի ընդունում, իր համար դա հեքիաթ է, բայց ընդունում է բանաձևը, որ բռնակալության դեմ պետքա ընդվզել, անարդարության դեմ պետքա ընդվզել, սեփական ինքնորոշումը խախտողի դեմ պետքա դուրս գալ հակահարվածով։ Եթե այդ ֆորմուլան դավանում է այդ մարդը, նա ժառանգություն ունի այս երկրից, ու նա այս երկիրը ժառանգելու է իր սերունդներին։ Ես այսպես եմ պատկերացնում, կքննարկենք։ Բայց ինչքան ժամանակ է անց է արդեն։ Ու 46 րոպե, շարունակեմ։ Եկեք շարունակենք։ Մենք անվանադիր հայ աղեղնավորից սերող կյանքի եւ մշակույթի ժառանգներս ընդունում ենք, ինչու եմ ասում ընդունում ենք, այսինքն սա սենց է, կարաս ընդունես, կարաս չընդունես, ընդունում ենք, ինչ ենք ընդունում, Արարչի կողմից մեզ տրված առաքելությունը լինել եւ շարունակվել։ Հիմա Արարչի հարցը, այստեղ տվեցի, այս հարցը
Արարչի սահմանումը հետաքրքիր ձևով ԱՄՆ անկախության հռչակագրում է գրած արարչի կողմից յուրաքանչյուր մարդու տրված բնական իրավունքների մասին, դա էլ իր հերթին բխում է Ջոն Լոքի հիմնական սկզբունքներից, եթե չեմ սխալվում, Ջոն Լոքը Աստված է ասում, այստեղ արարիչ են ասում, արդեն Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը գրելուց Ջոն Լոքի խոսքերը փոքրից ձևափոխած են ներկայացնում եւ արարիչ են ասում բնական իրավունքների մասով։ Ինչու արարիչ, որտեղ մարդիկ կան, որոնք կարծում են, որ Աստված չի ստեղծել, բնությունն է այդպես ստեղծվել։ Լավ, բնությունն է արարիչ։ Այսինքն ամեն մեկը մարդկա, չգիտեմ, բուդդիստ է, մարդկա մի ուրիշ դավանանք է։ Հարց չկա։ Խոսք է գնում քաղաքական ազգ ստեղծելու մասին։ Հետևաբար պառակտող, տարանջատող, իրար նեղացնող եզրույթներն ու սկզբունքները հնարավորինս հղկվում են, հնարավորինս ընդունելի, բոլորի կողմից ընդունելի տարբերակներ են առաջ քաշվում, որ բավարարի բոլորի պահանջները եւ ոչ ոքին առանձնահատուկ պրացիվնի չլինի։ Ուրեմն արարչի սահմանումը հավատացյալը թող ընդունի Աստված, ինչ դավանանք որ հավատում է, թող այդպիսի Աստված ընդունի, անհավատը թող ընդունի բնություն։ Բայց փաստը որ բնությունն է այս կյանքը ստեղծել եւ դա որպես առաքելություն տվել է կենթանի էակների, դրանցից մեկն էլ մարդն է, լինել եւ շարունակվել։ Բա Հայկ աղեղնավորի ժառանգությունը դուտ պրիչոմ։ Կներեք, որ այսպիսի խոսքեր եմ ասում մեկ ռուսերեն։ Բանը նրանում է, որ ամեն ժողովուրդ յուրովի է ապրում իր մշակույթին, ապրելու իր մշակույթին համապատասխան։ Լեռներում ապրողները մի ձև ունեն, մի կենսակերպ է, ծովափին ապրողները ուրիշ կենսակերպ։ Հաճախ սկզբունքային իրենց դավանանքի համար հալածվածները մի կենսակերպի են հարմարված։ Շուշուտ դավանափող եղածները տարին մեկ սրա նրա դրոշի տակ մտածները ուրիշ ապրելակերպի են հարմարված։ Այն ազատականության ֆորմուլան ի սկզբանե որ կա, որ տալիս ենք, դա իր հերթին բերում է որոշակի կյանք ու մշակույթ։ Եվ դու էլ քո կյանքի ու մշակույթի լինելն ու շարունակվելն ես ապահովում։ Ու դա ստացել ես բնությունից։ Մենք հո չենք որոշել ծնվենք։ Մենք հո չենք որոշել Հայաստանում ծնվենք։ Չենք որոշել, դա ստացվել է։ Դե լավ, ստացվել է։ Ընդունում ենք արարչի կողմից մեզ տրված առաքելությունը։ Ստացվել է այդպես։ Լինել եւ շարունակվել։ Ճանաչելով մարդու Էսի Ջոն Լոքա։ Ջոն Լոքա դրանից բխող բանը ԱՄՆ անկախության հռչակագիրն է, պլյուս հայերին բնորոշ արժե համակարգն է, պլյուս մի քիչ էլ մեր կողմից ենք ավելացրել։ Հիմա թվարկեմ ինչի մասին է խոսքը։ Շարունակվել ճանաչելով մարդու ազատությունը կյանքի, սեփականության, հայրենիքի եւ յուրահատուկ լինելու իրավունքը, անձնական եւ ընտանեկան երջանկության հետապնդումը որպես բացարձակ արժեքներ։ Ուրեմն բացարձակ արժեքները սրանք բնական իրավունքների մասին է խոսքը, որ ասում եմ գալիս է Ջոն Լոքից, գալիս է անկախության հռչակագրից, գնում է աշխարհի գրեթե բոլոր սահմանադրությունների մեջ, աշխարհի գրեթե բոլոր սահմանադրությունների մեջ այս կամ այն չափով սա արտացոլված է։ Եվ ֆրանսիական հեղափոխությամբ էլի այսպես գալիս է, էլի որոշակի նույնիսկ կանդրադառնամ դրան։ Ֆրանսիական հեղափոխության արդեն հոդվածների մեջ, երբ որ քննարկենք հոդվածները, կանդրադառնամ դրան։ Հիմա տեսեք ինչն է։ Ուրեմն մարդու ազատությունը նախ։ Այդ որն է այդ ազատությունը։ Որքանով ես եմ հասկանում, ներկայացնեմ, բայց այն փաստաթղթերում, որտեղ ազատությունը գրած, այնտեղ չի բացատրում, թե դա որն է, բայց որքանով որ ես եմ պատկերացնում, ուղղակի մտքերի փոխանակում որպես ներկայացնեմ։
Երկու տեսակ, երկու կարգ, երկու աստիճան եմ ճանաչում ազատության։ Սա ընդունեք ըստ Հայկ Մանասյանի։ Ազատության սահմանումը ըստ Հայկ Մանասյանի։ Եթե միտեղ էլ կարդաք, իմացեք ես այդտեղից չեմ կարդացել։ Իսկ այնտեղ որտեղ ես կարդացել եմ, այդ սահմանումների հետ ես համաձայն չեմ։ Եվ այսպես, առաջի կարգի ազատություն, դա երբ որ ոչ ոք քո նկատմամբ իրավունքներ չունի։ Ոչ ոք քո նկատմամբ իրավունքներ չունի։ Սա առաջի կարգի ազատությունն է։ Եվ երկրորդ կարգի ազատություն, երբ որ դու հնարավորություն ունես քո իրավունքները իրացնելու։ Առաջի կարգի ազատություն, բանտարկված նստած եմ, ինձ գալիս են ամեն օր փեդո, բզում են գնում են, ճիպոտում են, ասում են աշխատի։ Իմ նկատմամբ իրավունքներ ունեն, իմ ստրկատերը, բանտապետը, պետությունը, սրան հələ կանդրադառնանք, իմ նկատմամբ իրավունքներ ունեն։ Գալեսն դու ծնվել ես այս երկրում, վсё, մեր թաղում ես ապրում, ախպեր ջան, մեր թաղում ապրելու համար դու պետք է մեզ ամսական այսքան ռեկետ են անում, էլ այսքան փող տաս։ Օրինակ, իմ նկատմամբ իրավունքներ կան։ Փաստացի։ Արդարը, անարդարը այսի հարցի մյուս կողմն է։ Ազատությունը այն է, երբ որ ոչ ոք իմ նկատմամբ իրավունքներ չունի։ Ոչ ոք։ Ոչ ոք չի կարա գա ինձ բզի կամ հարկադրելով ասես ցես պետք է անես, նես պետք է անես։ Ասում եմ փախար։ Ոչ ոքի ոչինչ պարտք չեն։ Ես կորոշեմ ում հետ ինչ անեմ։ Ում հանդեպ ինչպես բան, չնայած դրա մասին խոսացել ենք, սերունդերին է պարտ, բայց էսի ուրիշ խոսակցություն է։ Մի խոսքով առաջի կարգի ազատությունը, որ ոչ ոք քո նկատմամբ իրավունքներ չունի։ Իսկ սերունդերին պարտ լինելը դա քո որոշումն է, դու ես որոշես սերունդ ունենալ։ Այսինքն այստեղ ուղակի քո ծնվելով պարտքի տակ չես ընկել։ Ծնողների նկատմամբ պարտքի զգացումը այդ ամարտու խղճի վրա է։ Ես որևիցե մեկին չեմ կարա դա հանդիմանեմ։ Դա ուրիշ խոսակցություն է, բայց մարդու խղճի վրա է, դաստիարակության վրա է։ Ծնողների նկատմամբ պարտքի զգացումի մասին ցանկացած ծնող, երբ որ զավակ է դաստիարակում, դու այդ ժամանակ մտածի։ Հասկանում եք, ստեղ ուրիշ հարցեր կան, բայց այ երեխան, ում դու աշխարհ ես բերել, այ դու նրա նկատմամբ ունես, նա քո նկատմամբ ունի իրավունքներ։ Այդքանով անազատ ես։ Եվ ընդհանրապես քո նկատմամբ իրավունքներ ունեն բոլոր նրանք, ում դու տվել ես այդ իրավունքները, բայց ոչ ոք քո կամքին հակառակ չի կարա քո վրա իրավունքներ ձեռք բերի։ Ահա սա է առաջի կարգի ազատությունը։ Երկրորդ կարգի ազատությունը, երբ որ դու հնարավորություն ունես քո իրավունքները իրացնել, օրինակ, ես իրավունք ունեմ գնամ շուրջերկրյա ճանապարհորդության։ Ես կարամ գնամ, չեմ կարա գնամ։ Ես իրավունք ունեմ մի ամիս չաշխատեմ։ Պարկեմ իմ համար հանգստանամ։ Ես կարամ այդպես վարվեմ, չեմ կարող։ Ես իրավունք ունեմ, ինչ ասեմ։ Ես իրավունք ունեմ անվճար աշխատելու, անվճար բժշկություն անելու, մարդկանց մոմի պես վարվեմ, մարդիկ էլ գան ձրի բուժվեն։ Բայց ես ֆիզիկապես դա կարամ անեմ, չեմ կարող անեմ։ Ես այդ իրավունքները ունեմ, բայց դա սպասարկելու համար այդ իրավունքները ռեսուրսներ են պետք։ Այսինքն երկրորդ կարգի ազատությունը դա ռեսուրսների տիրապետումն է քո իրավունքները իրականացնելու համար։ Ամենատիպիկ օրինակը երկու մարդ իրար հարևան, ապրում են ենթադրենք նույն շենքում, դուր դրան հարևան են, ենթադրենք։ Այս մեկը շատ հարուստ մարդ է, մեծ պաշտոններ է զբաղացել, լիքը ոսկեղեն ունի, բան ունի, բայց ես բնակարանում ապրում, ահա։ Այս մարդուն դատական հետապնդում են սկսել ու ասել են դու երկրից բացակայելու իրավունք չունես, չգիտեմ, ստորագրություն դիտած երկրից բացակայելու իրավունք չունես, նրա ազատությունը սահմանափակել են։ Ազատ տեղաշարժի իրավունքը սահմանափակված է, այս մարդը։ Այս մյուս մարդն էլ իրավունք ունի գնա աշխարհով մանգա, բայց փող չունի։ Ու երկուսն էլ համահավասար, կոպիտ ասած, երկրից չբացակայելու վիճակում են։ Նա հնարավորություն ունի երկրից չբացակայելու, բայց չի կարա, իրավունք չունի։ Սա էլ իրավունք ունի, ռեսուրս չունի։ Այս սա էլ ազատության ձևը երկրորդ կարգի ազատություն։ Երբ դու հնարավորություն ունես քո իրավունքները իրացնելու։ Սա էլ ազատություն։
Մի խոսքով, ես բացատրեցի, ասացի այն փաստաթղթերում որտեղ գրած է, սա չի բացատրվում։ Ոչ ես փորձեցի բացատրել։ Հիմա ճանաչելով մարդու ազատությունը, այսա էր ազատությունը, որ ճանաչում ես, որ մարդը արարչի կողմից ուշադիր, այսինքն ծնվելու հիմքով, բնության կողմից, գոյության հիմքով ունի ազատություն, պիտի ճանաչես, դա Իրանն է, ունի կյանքի իրավունք, ունի սեփականության իրավունք, հետո կխոսանք սրանց մասին առանձին, ունի հայրենիքի իրավունք, հայրենիք էստեղ հայրենին վերցնելու իրավունք, հայրենին դա այնա, որ իր հորից է ժառանգել, այսինքն ժառանգության իրավունքի մասին է խոսքը, այստեղ ժառանգության իրավունքը այսա գրած չի այն մնացած փաստաթղթերում, ուշադիր, սա մենք ձևակերպել ենք զուտ հայկական էությանը, հոգուն, դաստիարակությանը, մշակույթին համապատասխան բնական իրավունք, հայրենիքի իրավունք, որը ենթադրում է ժառանգության իրավունք եւ ենթադրում է հենց էլ հայրենիքի իրավունք։ Հենց էլ հայրենիքի իրավունք։ Այն ինչ հայրենիինն է, իր հորն է, նա իրավունք ունի դրա նկատմամբ։ Ժառանգության հիմքով։ Բայց այստեղ այնպես է ձևակերպումը տված, որ որևիցե մեկը նախ չկարողանա պրետենզիա ներկայացնի, երկրորդը որևիցե մեկին իրոք սա նեղացնող շահերին կպնող չի, ու դու պիտի ճանաչես, որ մարդը իր հոր ունեցվածքին, իր հորից ժառանգածի վրա ունի իրավունք, հայրենիքի իրավունք, ու դա բնական իրավունքների հիմքում է։ Բնական իրավունք, կարելի է սա տեղավորել սեփականության իրավունքի մեջ, կարելի է տեղավորել, բայց հետո հոդվածները պիտի բացվի, որ ցույց տամ, օրինակ սեփականության իրավունքը չի բավարարում ժառանգության իրավունքը որպես բացարձակ։ Մարդը կարող է $1 միլիոն ժառանգի, պետությունը օրենք դնի, ասի ընկեր, ուրեմն կբերես կես միլիոնը կտաս մեզ, որպես հարկ այդ ժառանգության, այն կես միլիոնը քեզ նոր, օրինակ։ Սենց բազմաթիվ իրավական նրբություններ կան, բայց հիմքը այն է, որ բնական իրավունքների հիմքում ժառանգության իրավունքը զուտ հայկական իմ պատկերացումներով, մեր պատկերացումներով, զուտ հայկական ֆենոմեն որպես ձևակերպում ենք։ Ուրեմն, կյանքի, սեփականության, հայրենիքի եւ յուրահատուկ լինելու իրավունք։ Խոսքա գնում ինդիվիդուալիզմի մասին։ Մարդը իրավունք ունի յուրահատուկ լինել։ Մարդը պարտավոր չի նմանվել բոլորին, նմանվել այլոց, տեղավորվել այլոց շաբլոնների մեջ։ Մարդը յուրահատուկ լինելու իրավունք ունի։ Ու էլի այն ֆորմուլան Հայկ Աղեղնավորից նա որոշեց լինել յուրահատուկ։ Սա գալիս է նաև առանձնահատկություններով մարդկանց իրավունքների մասին է։ Մարդը իրավունք ունի լինել յուրահատուկ, առանձնահատուկ։ Դա իր իրավունքն է։ Ու սա էլի սահմանել ենք այն մյուս փաստաթղթերում առանձնակի չի նշված, հատկապես պրեամբուլայում, որպես բնական իրավունք։ Եվ այդ հոտային մոտեցումը, որ բոլորը պիտի լինեն նույն գույնի, նույն բոյի, նույն սեռի, նույն գաղափարների, ոչ, մարդը կարա ունենա յուրահատկություն։ Ու մենք մեր բազմազանության մեջ ենք հարուստ։ Օրինակ հայոց լեզուն, որը ունի բազմաթիվ բարբառներ, ու ոչ մի դպրոցում, օրինակ Սյունիքում ուսումնասիրում են, դպրոցում իրենց բարբառը գրական լեզվի տեսքով պահպանվելու, չոչնչացվելու համար ուսումնասիրվում է, ոչ, Շիրակում իրենց բարբառը գրի առնված, չգիտեմ, ուղղագրությամբ, քերականությամբ պահպանվում է, ոչ, այս կոմունիկացիաներով, այս մեր Երևանի բարբառը խոսքը, գրական լեզուն կամ, ոնց կուզեք ասեք, ամբողջ հանրապետությունը մի 20 տարուց վերցնելու է, 20 տարուց, 30 տարուց,
ու մենք կորցնելու ենք ահռելի ժառանգություն մշակութային։ Վանեցիների բարբառը ով է հիշում, որտեղ են խոսում, որտեղ կարող եք լսել։ Այս առանձնահատկությունների, յուրահատկությունների մեջ է մեր հարստությունը։ Ոչ թե բոլորս եկել ենք կամ բանը, ռուսերեն խոսան, տենց կան, չեմ ասի որտեղից։ Լավ, քանի որ Ղարաբաղցիքի վրա եմ մտածում, բանը, օրինակ Ախալքալակից։ Գալիս են Երևան, ռուսերեն են խոսում, որ խոսքը բարբառային իրանց լեզուն մի տեսակ գեղեցկական կամ գավառական չհնչի։ Հիմնականում Ռուսաստանից եկածները, ախալքալակցիներ, որոնք Ռուսաստանից են եկել։ Ղարաբաղցիների մոտ էլ կա այդ բանը։ Էլի մա, խոսի քո բարբառով։ Խոսեք քո ձեր բարբառով։ Մարդու հիմնարար իրավունքներից է յուրահատուկ լինելու իրավունքը։ Հիմնարար իրավունքը։ Իսկ մյուսները սովորեք բազմազանության, սովորեք տարբեր բարբառների։ Սովորեք։ Չեք հասկանում Սյունիքի բարբառը ենթադրենք, կամ բանը, չգիտեմ, Արցախի բարբառը, սովորեք, դասաժամերը ավելացրեք, սովորեք, այն ինչ բան է դա։ Այսպես բազմաթիվ օրինակներ կարամ բերեմ յուրահատուկ լինելու իրավունքը որպես բնական իրավունք։ Բայց էլ իրավաբանների հետ քննարկենք, բան, մինչև այս հանդիպում եղել է երկու հանդիպում, երկու կոնսուլտացիա եղել։ Գիտնական իրավաբանների հետ այդպես ասեմ, այդ կոնսուլտացիաները շարունակվելու են, բայց շարունակենք։ Եվ անձնական եւ ընտանեկան երջանկության հետապնդումը։ Երջանկության հետապնդումը սա անկախության հռչակագիր Միացյալ Նահանգների, ընդեղ է սահմանված։ Ընդեղ գրած չէր սեփականության իրավունք, թեև Ջոն Լոկը ասում է սեփականության իրավունք։ Ընդեղ գրած էր երջանկության հետապնդումը, կյանքը, ազատությունը, երջանկության հետապնդումը, այս տրիադան է, այս եռյակն էր, անկախության Ջոն Լոկն ասում է կյանքը, սեփականությունը, կյանքը, ազատությունը, սեփականությունը, կամ ազատությունը, կյանքը, սեփականությունը, Սահմանադրությունն ասում է ազատությունը, կյանքը, երջանկության հետապնդումը, ու ճիշտ է ասում, բայց հետո փոխվեց դարավելի սեփականությունը, արդեն հռչակագիրը չմտավ սահմանադրություն իրանց մոտ։ Մի խոսքով սրանք դասական համար, ու ասում եմ, սա աշխարհի տարբեր սահմանադրություններում այս ամեն ինչը որպես ֆունդամենտալ բլոկներ, հիմնաքարեր, որպես շինանյութ օգտագործվել է։ Բայց մեր ազգի համար երջանկությունը փորձել եմ կոնկրետացնել անձնական եւ ընտանեկան երջանկությունը, որովհետեւ մեր ազգի համար ընտանեկան երջանկություն դա առանձնահատուկ կատեգորիա է։ Եվ ուզում եմ, որ երջանկությունը ֆիքսվի որպես բացարձակ արժեք, ոչ թե երջանկության հետապնդումը, եւ որ մարդը ձգտում է վերջին հաշվով երջանիկ լինել, ու դա բացարձակ արժեք է։ Դրա համար չես կարող թուքումուր անես, չես ամաչում, ձգտում ես երջանիկ լինել։ Չէ, չեմ ամաչում։ Անձնական եւ ընտանեկան երջանկության հետապնդումը, այս ընտանեկան երջանկության հետապնդումը, սա զուտ հայկական մշակույթից, դաստիարակությունից, հոգուց, արժեքայինից բխող բան է։ Եվ խիստ ինձ համար կարևոր էր, որ ընտանիքի մասին հռչակագրում հիշատակում լինի։ Ավելի ներքև, երբ որ հոդվածները արդեն կներկայացնեմ, դա շուտ չի լինելու։ Ավելի ներքև խոսենք դրա մասին, ինչու, դա ինչքանով է կարևոր, դա ինչ հարցեր է լուծում եւ այլ եւ այլ։ Այնպես որ մի քիչ անձնական եւ ընտանեկան երջանկության հետապնդումը որպես բացարձակ արժեքներ։ Ուրեմն նորից անցնենք բացարձակ արժեքներին։ Մարդու ազատությունը, կյանքը, սեփականության, հայրենիքի եւ յուրահատուկ լինելու իրավունքը, սեփականություն, հայրենիք, յուրահատուկ լինելու իրավունք, անձնական եւ ընտանեկան երջանկության հետապնդումը։ Սա ամբողջ ցանկը չի, բայց սա հիմնական մասն է, որպես բացարձակ արժեքներ։
Ուշադիր, երբ որ մենք սա սահմանում ենք որպես արժեք, մեզ համար կարևոր է, որ սա չմնա որպես արժեք, գրչերում գրած, թղթերի վրա, մեզ պետք է որ սա լինի նաև գետնի վրա, շոշափելի, իրական կյանքում։ Ահա թե ինչու սա շարունակությունը հետևյալն է։ Ուրեմն սրանք որպես բացարձակ արժեքներ եւ սրանց իրագործումը որպես արդյունք շոշափելի հողի վրա, որպես արդյունք մարդկային ներդաշնակ համակեցության, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը։ Ահա Հայաստանի Հանրապետությունը ըստ մեզ մարդկանց ներդաշնակ համակեցություն է, որտեղ որպես արդյունք այն արժեքները կյանքի են կոչվում։ Ես սրանց փորձում եմ համառոտ, տեսա ժամանակս թույլ է տալի, ես որոշել եմ մի տողը մեկնաբանեի, համառոտ ներկայացնել։ Այս ամեն տողի տակ կարելի է մի գիտական աշխատանք գրել, մի դիսերտացիա ու գրված են, այնպես չի որ գրված չեն։ Բայց այն ինչ որ ասում եմ զուտ հայկական մեր ընտանիքներից, մեր դաստիարակությունից, մեր մշակույթից է բխում։ Ահա դրանք հələ դրանց վրա աշխատանք լինելու է։ Ուրեմն եւ սրանց իրագործումը որպես արդյունք մարդկային ներդաշնակ համակեցության, ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը։ Ինչու ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը, որտեղ սա մենք գրում ենք որպես բանաձևեր, որոնք միայն Հայաստանի համար չեն։ Եթե մի ժողովուրդ որոշի, որ սա իր երկրում ուզում է կյանքի կոչի, բարով վայելի, թո տանի իր երկրում կյանքի կոչի։ Այսինքն մենք կարծում ենք, որ սրանց մեջ մեծ համամարտկային եւ ոչ միայն կարծում ենք, այդպես էլ կա, սրա մեջ մեծ համամարտկային արժեքներ, ձևակերպումներ, սահմանումներ կան։ Բայց մեր հոգսը Հայաստանի Հանրապետությունն է, էլի։ Մենք մեր մասով ենք սրտացավ, մտահոգ։ Որտեղ Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մարդիկ համախմբվում եւ համակարգվում են յուրաքանչյուրի կարիքները հոգալու համար, ավելացնեմ, ինչու ոչ բոլորի, այլ յուրաքանչյուրի, էլի, որ այդ հոտային տրամաբանությամբ պատասխանատվությունը չլղոզվի, յուրաքանչյուրի, ինդիվիդուալիզմ, անհատականություն, մարդիկ համախմբվել են յուրաքանչյուրի խնդիրների լուծման համար։ Եթե մենք միասին համախմբվել եւ համակարգվել ենք, վերջում դուք ասում եք, հայ, գիտես ինչ կա, մենք որոշել ենք, որ պետքա քեզ մորթենք ուտենք, կամ քեզ պետքա ժերտվա տանք, կամ քեզ պետքա որպես էշնահատակ խուրդենք գնաս, ես ասում եմ մի րոպե, մի հատ սահմանադրության նախաբանը կարդացեք։ Յուրաքանչյուրի։ Այդ ոնց որոշեցիք, որ ձեր կարիքը ավելի կարիքա, քան թե իմ կարիքը։ Ձեր հոգսը ավելի հոգսա, քան թե իմ հոգսը։ Դուք իշխանություն ունեք, ես չունեմ։ Դուք փափուկ աթոռներին եք նստած, դուք կարում եք վայենկոմատով, զարտուղի ճանապարհներով հարցեր լուծել, ես չեմ կարում։ Հա, տենց բոլորի չէ, յուրաքանչյուրի։ Ամեն մի առանձին վերցված դեպքը քննության արժանի է, ուսումնասիրության գնահատականի արժանի է։ Որպեսզի այդ բոլորը ընդհանրապես, բոլոր բառը աշխատում ենք չլինի։ Բոլոր բառի փոխարեն յուրաքանչյուր բառն ենք դնում, որը որպես արժեք պետքա մտնի։ Եվ այդ հոտային, հռեկոպալի, անմտածված, խուճապահար տրամաբանությամբ գործողությունները պետքա փոխարինվի անհատական, պատասխանատու, գիտակցված, որոշված, դերաբաշխված, լիազորված գործողությունների։ Իսկ սա պետքա որ հանրությունը հասկանա, որ իրանք ոչ թե բոլոր են, այլ յուրաքանչյուրը։ Հանրությունը կազմված է ոչ թե բոլորից, այլ յուրաքանչյուրից։ Առանձին վերցված յուրաքանչյուրից կազմված է հանրությունը։ Ահա թե ինչու։ Ուրեմն Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մարդիկ համախմբվում եւ համակարգվում են յուրաքանչյուրի կարիքները հոգալու, բնական իրավունքները նշեցինք արդեն, ապահովելու
Եվ ազատությունը նշեցինք արդեն, եւ ազատությունը երաշխավորելու համար։ Եվ ահա, ստեղից ներքև ինչ որ կարդալու եմ, դա ԱՄՆ սահմանադրության նախաբանից վերցված 5 հիմնական դրույթներ են, այսպես ասած, որը որպես տեսլական ենք ներկայացնում։ 5 հիմնական դրույթներ, բայց եւ ասում եմ, այստեղ կա մեր հայրենականը, այսինքն զուտ հայկական, հեսա կասեմ ինչով է սա, ինչու համար, որովհետեւ մենք ունենք առանձնահատկություններ, ունենք դիմագիծ։ Ճիշտ է, ամերիկական շորերը մեր հակով շատ լավ լինում են, բայց միգուցե մեր կլիմային որոշակի առանձնահատկություններ են պետք։ Կամ մեր ընդունված բարքերին որոշակի առանձնահատկություն է պետք։ Կամ մեր, չգիտեմ, օրինակ Միացյալ Նահանգներում արտադրված զինվորական համազգեստը, ասենք, չգիտեմ, անտառների համար մեր անապատում կարող է չաշխատի, Տափաստանի համար արտադրված համազգեստը անտառում չաշխատի։ Դա պետք է հարմարացնես քո պայմաններին, առանձնահատկություններին, որտեղ կերպեմ յուրահատուկ լինելու իրավունք կա։ Մենք իրավունք ունենք լինենք յուրահատուկ, այո, եթե պիտի յուրահատուկ չլինենք, այնա գնանք խառնվենք հզոր մեծ երկրներ կան, նրանց հետ կդառնանք մի բան կգնանք էլի։ Բայց այսքան չարչարանք, այսքան արում քրտինք ինչի համար է։ Հիմա, եւ այսպես, եւ ահա արդարադատության պետության հիմնական ֆունկցիաներն աստեղ գրած։ Հիմնական պետական ինստիտուտներ է գրած, այսինքն հանրապետական մասշտաբի իշխանությունը ինչ հիմնական անելիքներ ունի, պետության հիմնական, եւ ուրեմն այսպես, եւ ահա, արդարադատության, ներքին հանրային անդորի, այսինքն իրավապահության, արտաքին ոտնձգություններից միասնական պաշտպանության բանակ եւ ոչ միայն աշխարհազոր համընդհանուր բարեկեցության տեսլականով, ուրեմն, ինչ տեսլականով, արդարադատության, ներքին հանրային անդորի, արտաքին ոտնձգություններից միասնական պաշտպանության, համընդհանուր բարեկեցության տեսլականով, այս տեսլականով ենք մենք այս սահմանադրությունը հիմնում, հաստատում, այս տեսլականով, իսեր հայրենականի, էլի, ընդեղ ժառանգության իրավունքն էին գալել, ստեղ իսեր այն ամեն ինչ մենք ժառանգել ենք, ուշադիր ես, այս կետին կանրադառնամ, իսեր հայրենականի, մեզ ու մեր սերունդների համար հաստատում ենք Հայաստանի Հանրապետության այս սահմանադրությունը։ Երբ որ մեր սերունդը ով պիտի հաստատի սահմանադրությունը, նոր կարգը, նոր այդ ինստիտուտը, իրավական, քաղաքական, չգիտեմ, պետական սահմանադրություն կոչված այդ բարձրագույն իրավական փաստաթուղթը, որ պիտի սահմանենք, ասեցի անցնի, գա նոր սերունդ, ովքեր չեն քվեարկել, ինչ հիմքով է սա իրանց համար վավերական, իսեր հայրենականի, մեր նկատմամբ ունեցած սիրո խաթր պիտի դա նրանք անեն, եթե նրանք մեր նկատմամբ սեր չունեն, կապ չունեն, մեր նկատմամբ օրգանական շարունակություն չեն զգում, կամ մենք մեր հայրերի նկատմամբ եթե չենք զգում, ապա ամեն սերունդ գալու է ու զրոյից սկսի։ Իսկ դա նշանակում է ինստիտուտների բացակայություն, իսկ դա նշանակում է ջախջախված, ոչնչացված նախագիծ։ Անունը կդնեք ազգ, պետություն, ինչ ուզում եք դրեք։ Ուրեմն սկզբունքային է սահմանադրության լեգիտիմությունը սերունդների մեջ պահելու համար, սկզբունքային է, որ դա արվի իսեր հայրենյաց, իսեր հայրենականի, այն վերևից եկած, իսեր դրա, եթե ճշտով են խոսում, իրավաբանները հուսամ կհամաձայնեն։ Ահա իսեր հայրենականի մեզ ու մեր սերունդների համար հաստատում ենք Հայաստանի Հանրապետության այս սահմանադրությունը։ Հարգելիներս, թերևս այսքանը։ Ես խնդրում եմ քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին, ելի եմ ասում, մեծամտությունից չի, որ ձեզ չենք դիմում։
կդիմենք, ծանոթացեք այս ամենին, զուտ հետաքրքրության համար։ Կարծում եմ այս տեսակ քաղաքական խոսք Հայաստանի մեդիա դաշտում կամ Facebook-ում այնքան էլ հաճախ չի հնչում։ Կարծում եմ այս գաղափարները, որոնք հիմա ներկայացրեցի, արժանի են ուշադրության։